Գրական հանդիպում երկխոսության միջոցով Հայաստանի ազգային գրադարանը նշեց Շուշանիկ Կուրղինյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը։ Ազգային պոեզիայի պատմության մեջ իր բանաստեղծական արվեստն ըմբոստ մարտակոչի, արդարության համար անհաշտ պայքարի եւ հարատև ազատաբաղձության վերածած պոետը մշտապես իր ժամանակի բուռն իրադարձությունների կիզակետում էր եւ արդեն 100 տարի անց հոբելյանական միջոցառման երկու բանախոսները գրող թարգմանիչ Շուշան Ավագյանը եւ Ռուզաննա Գրիգորյանը ժամանակի զուգահեռներում փնտրում են այն ընդհանրությունները, որ Կուրղինյանին կապում են այսօրվա հետ եւ խիստ արդիական դարձնում նրա պոեզիան։ Շուշան Ավագյանի առաջին պայմանական հանդիպումը Կուրղինյանի հետ դպրոցական տարիներին էր, որը հետագայում վերածվելու էր իսկական հայտնության։ Ես 4-րդ, 6-րդ դասարանում էի, պատկերն էի տեսել, անունն էի տեսել եւ ծնված թիվն էի տեսել, դա ինձ մոտ մի անգամից հենց անխոս ձևով կապ էր հաստատել Շուշանի Կուրղինյանի հետ։ 100 տարի առաջ ինձանից ծնված մեկը, ես 1976, ինքը սա շատ պրիմիտիվ կապ էր, բայց երբ որ մեկ բանաստեղծություն կարդացի, ուզեցի երկրորդը կարդալ, երկրորդ, երրորդ եւ հետո հասկացա, որ իսկապես ինքը ինձ համար հայտնություն էր եւ իր այդ ամբողջ իդեալները, որտեղ ինքը արծարծում էր այդ կեղեքման դեմ, ստրկության դեմ, կանանց ճնշման դեմ, ընկածների մասին մտածելու Վերջին 2 տասնամյակի ընթացքում Կուրղինյանի ժառանգությունը Շուշան Ավագյանի ուշադրության առանցքում էր։ 2005-ին Միացյալ Նահանգներում իր թարգմանությամբ նա հրատարակել է Կուրղինյանի 40 ստեղծագործություններից կազմված երկլեզու հայերեն-անգլերեն ժողովածուն։ Ընդամենը 1 տարի անց արդեն Հայաստանում տպագրվել է Ավագյանի Գիրք անվերնագիր վեպը, նվիրված Շուշանիկ Կուրղինյանի եւ Զաբել Եսայանի երևակայական հանդիպմանը։ Խորհրդահայ պոետի արդարության ըմբոստ երգչի եւ պոլսահայ հայտնի հայուհիներից ամենավառ անհատականություններից մեկի համեմատությունը մեծ խորհուրդ ունի հեղինակի համար, մինչդեռ թարգմանական ժողովածուն մեր օրերում Շուշանիկ Կուրղինյանին վերագտնելու յուրօրինակ հնարավորություն էր։ Մենք ուզում ենք տեսնել, թե ինչպես ենք մենք մեզ ինչպես են տեսնում եւ գնահատում դրսում։ Մենք ուզում ենք այդ դիալոգի մեջ, այդ երկխոսության մեջ լինել։ Չենք ուզում պարփակված մնալ մեր նեղ սահմանների մեջ։ Ուզում ենք անպայման, որ դրսում էլ մեզ տեսնեն, ընթերցեն արժե։ Եվ երբ որ տեսնում ենք, որ ընթերցվում եւ արժեվորվում է դրսում, կարծես թե մեզ համարել է մեր ունեցածը նոր ձևով, նոր հայացքով, մենք ինքներս մեզ գտնում ենք օտարի միջոցով։ Եվ սա հենց այդպիսի մի դեպք է, որ այդ ճանապարհից, այդ երկար ճանապարհի ճամփորդությունը փորձառությունների միջով անցնելով Կուրղինյանը ինչ-որ ձևով հետաքրքիր ձևով վերադարձել է մեզ մոտ։ Հոբելյանի առիթով ազգային գրադարանը ներկայացրել է նաև Կուրղինյանի ստեղծագործություններին եւ գրական ժառանգությանը նվիրված փոքրիկ ցուցադրություն եւ իհարկե ծավալուն արժեքավոր հետազոտական նյութ է պահպանվել պոետի արխիվներում, նրա տարբեր տարիների էսսեները, որ բացահայտում են մեզ միանգամայն անհայտ Շուշանիկ Կուրղինյանին։ Նունե Ալեքսանյան, Էդգար Դավթյան, լուրեր։